Հրապարակը գրում է. այն, ինչի մասին խոսում է Վենսը, իրականում ներդրում է ոչ թե Հայաստանի, այլ Միացյալ Նահանգների տնտեսության մեջ։ Հայտնի է, որ Մեծամորի ատոմակայանի կյանքը երկար չէ, եւ այն պետք է փոխարինվի նոր ատոմային կայանով։ Նման կայան կառուցելու առաջարկ արել է Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն առաջարկում է փոքր մոդուլային ռեակտոր տեղադրել Հայաստանում։ $5 միլիարդ այդ ռեակտորի կամ ռեակտորների արժեքն է, որոնք պետք է արտադրվեն ԱՄՆ-ում ու տեղադրվեն Հայաստանում։ Մնացած 4 միլիարդը սպասարկման ու միջուկային վառելիքով լիցքավորման ծախսերն են, որոնք ի դեպ հնարավոր է կյանքի կոչվեն երկարաժամկետ հատվածում։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ամերիկյան խոշոր ներդրումների մասին, որը միտումնավոր խեղաթյուրում ու տարածում են իշխանականները, նրանց քարոզչամեքենան, փոխարենը ջրելով այն թեման, որ սա շատ ավելի թանկ տարբերակ է, քան օրինակ ռուսականը, եւ փոքր մոդուլային կայանների քողի տակ իրականում թուրք-ադրբեջանական եւս մեկ պահանջ է կատարվում։ Փակում են մեծ ատոմակայանը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր նաև անվտանգային նշանակություն ունենալ եւ մեր թշնամիներին զսպող դեր խաղալ։ Այս ճանապարհով Հայաստանին նաև փորձում են էներգետիկ կախվածության մեջ գցել, աշխարհում դեռևս լայն կիրառում չունեցող եւ նվազագույն արդյունավետություն ունեցող մոդուլային ատոմակայանների համար փորձարկման պոլիգոն դարձնել։ Հրապարակը գրում է. Փետրվարի 9-ին Երևանի առաջին ատյանի դատարանը քննության է առել Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը։ Իրենց պաշտպանյալի մոտ վարսահարտերի այցելություն թույլատրելու վերաբերյալ թերթի տեղեկություններով նախաքննական մարմինը տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի վարսավիրին թույլ չի տվել, որ այցելի նրանց տուն եւ Կարապետյանի մազերը կտրի։ Եվ փաստաբանները ստիպված են եղել այս հույժ կարևոր հարցի լուծման համար հասնել դատարան։ Դատարանը մոտ 3 ժամանոց է արել, լսել կողմերին, որ նման բարդ որոշում կայացնի։ Ժողովուրդը գրում է. երեկ հրապարակվեցին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի տվյալները։ Իհարկե նույն զեկույցի համաձայն կոռուպցիան ամբողջ աշխարհում խորանում է, ուստի նույնը կարելի ասել նաև Հայաստանի մասին։ Հայաստանում կոռուպցիայի ընկալումը 2020 թվականից հետո կանգ է առել։ Հայաստանը 182 երկրների ցանկում կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքներով 65-րդ տեղում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զեկույցի հրապարակումից հետո փորձեց Հայաստանին ջրից 4 դուրս բերել, ասելով, թե Հայաստանի ԿԸՀ համաթվի 2025 թվականի արժեքը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1 միավորով, կազմելով 46։ Եթե փորձենք Հայաստանի կոռուպցիոն պատկերը զում աուտ անել, փոքրացնել, կտեսնենք, որ 2018-ից 2025 թվականների համեմատությամբ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը բարելավել է, սակայն 2020-ից հետո առաջընթացը կանգ է առել եւ նկատվում է թեթև հետընթաց։ 2020-ից 25 թվականներին բարելավումը կանգ է առել, մի քիչ էլ վատացել։ Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում, ասվում է Transparency International-ի զեկույցում։ Հրապարակը գրում է. ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ։ ՔՊԱ-կաններն ակտիվ ներգրաված են տարածքային կառույցների, ինչպես նաև ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։ Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ՔՊ-ն ԸԸՀ հանձնաժողովների ձիգ թեկնածուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում եւ թեկնածուների անունները կներկայացվեն ԿԸՀ։ Ինչպես հայտնի է, օրենքով սահմանվում է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը երկուական թեկնածու կարող են առաջադրել ԸԸՀ հանձնաժողովներում եւ չնայած ՔՊԱ-կանների շարքերում դեռ իրենց ճակատագրի հարցով խոր անորոշություն է եւ հայտնի չէ ով կլինի ցուցակի անցողիկ տեղում, ով ոչ, սակայն բոլորն անխտիր եւ անմնացորդ ներգրաված են նախընտրական պրոցեսներում, քանի որ հասկանում են, որ դրանից է կախված, թե ընտրությունից հետո, եթե ՔՊ-ն իշխանություն վերցնի, իրենց կյանքն ինչ ընթացքով կշարունակվի։ Հրապարակը գրում է. Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ Հայաստան խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը 3 մերժվեց իշխող մեծամասնության կողմից։ Այն 52 դեմ 21 կողմձայն ստացավ։ Թերթուշագրավ է համարում, որ ՔՊԱ-կան падգամավոր Հայկ Սարգսյանը շիշբռնողը սկզբում ձեռնպահ քվեարկեց, ապա քարտուղարությանը հայտնեց, որ դեմ է եղել։ ՔՊ-ում Սարգսյանի քվեարկությունը 3 բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Շատերի կարծիքով Սարգսյանը
ՀՀՊ-ին փորձում է շանտաժ անել, թե կդառնա ընդդիմադիր, կանցնի ընդդիմադիր որևէ ճամբար ու ընտրությունների ժամանակ իր կապերը կօգտագործի իշխանության դեմ։ Թերթը հիշեցնում է, որ ԿՊ վարչությունը մերժել է Սարգսյանին եւ չի գրանցել падգամավորության թեկնածու։ Իսկ օրեր անց Փաշինյանն ուղիղ տեքստով ակնարկեց, որ մերժման հիմքում ընկած են եղել կոռուպցիոն պատմություններ, որ դրանց հրապարակումը չի բխում պարոն Սարգսյանի շահերից, ինչը падգամավորը մի քանի օր անց հերքեց։ Ժողովուրդը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնական կենսագրության մեջ ներկայացված կրթական եւ աշխատանքային ուղին, դրանց ժամանակային համադրումը եւ հաջորդականությունը առաջացնում են հարցեր, որոնք դուրս են անձնական կենսագրության շրջանակից եւ մտնում են հանրային հաշվետվողականության դաշտ։ Պաշտոնական կենսագրության համաձայն 1997-ից 2003 թվականներին նախարարն ուսանել է Երևանի պետական համալսարանում եւ ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում։ Ժամանակ կենսագրության մեջ բացակայում է բակալավրի աստիճանի վերաբերյալ որևէ տվյալ։ Մինչդեռ ՀՀ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքով, ինչպես նաեւ միջազգային կրթական չափորոշիչներով, մագիստրատուրա ընդունվելու պարտադիր նախապայման է բակալավրի կրթություն ստանալն ու ավարտելը։ Կենսագրության հաջորդ կետով նշվում է, որ 2002-ից 2004 թվականներին նախարարն ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում։ Սա փաստացի նշանակում է, որ 2002-ից 2003 թվականներին նա միաժամանակ սովորել է երկու տարբեր մագիստրոսական ծրագրերում՝ ԵՊՀ-ում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Նույն 2002-ից 2004 թվականների ժամանակահատվածում նախարարն իր կենսագրության մեջ նշում է նաեւ 2002-ից 2004 թվականներին ուսում առաջնորդների զարգացման կենտրոնում, 2002-ից 2004 թվականներին մասնակցություն Անդրկովկասի եւ Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003 թվականին կրթական այց Ստրասբուրգում Եվրախորհուրդ։ Այսինքն ըստ պաշտոնական տվյալների նախարարն այդ տարիներին ներգրաված է եղել առնվազն 4 զուգահեռ կրթական գործընթացներում։ Հարցը կրկին մնում է բաց, քանի որ նախարարը պարզապես չի պատասխանել, թե ինչպես է հնարավոր ժամանակային եւ ֆիզիկական առումով համատեղել այս բոլոր 4 կրթական ծրագրերը։